14-ում մենք կպարզենք, որ Աստված հայտնում է իր փառքը միայն այն բանից հետո, երբ աստվածային կարգ ու կանոնն է հաստատվում, եւ երբ նրա փառքը հայտնվում է, մենք կամ առատօրհնություններ ենք վայելում, կամ արժանանում ենք խիստ դատաստանի։ Ամեն, ամեն, ամեն։ Հայր Հիսուսի անունով մենք սիրում ենք քեզ։ Մենք փառաբանում ենք քո հրաշալի զորությունը, գեղեցկությունը եւ սրբությունը։ Կրկին խնդրում եմ, որպեսզի դու խոսես մեզ հետ։ Եվ ոչ միայն խոսես, այլ նույնպես մեր սրտերի մեջ փոխանցես Տիրոջ երկյուղի հոգին։ Մենք խնդրում ենք սա Հիսուսի անունով։ Մենք հավատում եւ ընդունում ենք, եւ նրանք, ովքեր համաձայն են, թող գոչեն։ Ամեն։ Եվս մեկ անգամ փառք տվեք նրան, եվս մեկ անգամ փառք տվեք նրան, ամեն, 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 դուք կարող եք նստել։ Մենք հասել ենք Տիրոջ երկյուղի 4-րդ դասին, ձեզ դուր է գալիս այս դասընթացը։ Ասեմ ձեզ, դուք շատ քաղցած մարդիկ եք։ Այս դասի վերնագիրն է կարգ ու կանոն, փառք, դատաստան։ Կարգ ու կանոն, փառք, դատաստան։ Նախ ես կշարունակեմ խոսել Աստծո փառքի մասին։ Ես կրկին կասեմ, դուք չեք կարող ճշմարտապես վախենալ Տիրոջից, քանի դեռ չեք ձգտում հասկանալ, թե որքան մեծ է Աստծո փառքը։ Փառք բառը հանդիպում է Աստվածաշնչում մի քանի 100 անգամ։ Դժբախտաբար 80-ական եւ 90-ական թվականներին այն մի փոքր չարաշահվել է։ Փառք բառն այնքան շատ էին օգտագործում եւ հաճախ անտեղի, որ այն մի փոքր բացասական երանգ է ստացել։ Ես ցանկանում եմ վերջ տալ նման վերաբերմունքին, որովհետեւ Աստծո փառքը շատ կարեւոր բան է ոչ միայն դրա մասին խոսելու, այլ նույնպես դա փնտրելու համար։ Կարող եք ասել ամեն։ Մովսեսը սրտանց աղաղակում էր դրա համար։ Նա տեսել էր ամենազարմանալի հրաշքները, սակայն աղաղակում էր. ցույց տուր քո փառքը։ Դավիթ ով թագավոր էր եւ ուներ այն ամենը, ինչ մարդը կարող է ցանկանալ, աղաղակում էր։ Սաղմոս 63-ի 2-րդ խոսք. Ես փնտրել եմ քեզ, Աստված, որպեսզի տեսնեմ քո զորությունը եւ քո փառքը։ Աստվածաշնչում ասվում է, որ մենք պետք է հռչակենք նրա փառքն ազգերի մեջ։ Ահա թե ինչ եմ անում այս դասերի ընթացքում։ Ես չգիտեմ որքանով եք դուք գիտակցում, բայց ես հռչակում եմ նրա փառքը։ Աստվածաշնչում ասում է, որ նա կհայտնվի իր փառքով, եւ հենց դրա համար աղաղակում էին Պողոսը եւ Հովհաննեսը։ Մեր սիրտը նույնպես պետք է աղաղակի դրա համար։ Կարող եք ասել ամեն։ Ինչ է Աստծո փառքը։ Կարող եք բացատրել դա, որպեսզի մարդիկ չվախենան լսելով Աստծո փառքի մասին միայն այն պատճառով, որ մենք չարաշահել եւ սխալ ենք գործածել այն։ Եկեք կարդանք Ելից 33-18-րդ խոսքը, որտեղ Մովսեսն ասաց. աղաչում եմ, քո փառքը ցույց տուր ինձ։ 40 օր նա սարի վրա էր Տիրոջ ներկայության մեջ։ Վերջապես նա ասաց. Աստված, ցույց տուր ինձ քո փառքը։ Նա փափագում էր դա։ Փառք բառը, որ օգտագործեց Մովսեսը, եբրայերեն կաբոդ բառն է։ Ստրոնգի համաբառն այսպես է սահմանում այս բառը. ինչ որ բանի քաշը, բայց միայն փոխաբերական եւ դրական իմաստով։ Ըստ Ստրոնգի բառարանի այն նույնպես նշանակում է շուք կամ վեհություն։ Մովսեսը պարզապես ասում էր. ցույց տուր ինձ քեզ, քո ողջ վեհությամբ եւ շուքով։ Աստված պատասխանեց. իմ բոլոր բարությունը։ Միթե հետաքրքիր չէ, որ Մովսեսը խնդրեց տեսնել Աստծո փառքը, իսկ Աստված ասաց. իմ բոլոր բարությունը։ Բոլորդ ասեք բարություն։ Քո առջևից պիտի անցկացնեմ եւ Տիրոջ անունը քո առջև պիտի կանչեմ։ Եբրայերեն բարություն բառը թուբն է, որը նշանակում է բարի ամենալայն իմաստով, երբ ոչինչ թաքցրած կամ պահված չէ։ Դուք հասկանում եք սա։ Այնպես որ Աստված ասում է. ես կանցկացնեմ քո առջևից ողջ իմ մեծությունը, չթաքցնելով կամ ծածկելով ինձ, բայց ես ծածկելու եմ քեզ, որովհետև դու չես կարող նայել իմ երեսին։ Ոչ ոք չի կարող նայել իմ երեսին եւ ապրել։ Նա շարունակում է ասելով. Տիրոջ անունը քո առջև պիտի կանչեմ։ Թագավորը պալատում, մտածեք այս մասին, ամուսին եւ հայրը իր կնոջ եւ երեխաների համար։ Բայց գահի սրահում նա լիովին այլ կեցվածք է ընդունում։ He manifests totally differently.
Մինչև թագավորը պալատ մտնի, գալիս է մունետիկը։ Ամեն ինչ կազմակերպված է եւ բոլորը զբաղեցնում են իրենց տեղերը, որովհետեւ նրանք սովորել են, թե ինչ պետք է անել, երբ թագավորը ներս է մտնում։ Այդ ժամանակ մունետիկը հայտարարում է թագավորի անունը։ Թագավորը ներս է մտնում իր արքայական պատմուճանով, ողջ իր շուքով եւ գահի սրահում ակնհայտ է դառնում, թե ով է թագավորը։ Եթե դուք տեսնեք այդ մարդուն փողոցում ամառային շապիկով, միգուցե չճանաչեք նրան։ Բայց երբ նա գահի սրահում է, ակնհայտ է, թե ով է թագավորը։ Կուրտ Օրներն իմ ընկերն է։ Մենք հանդիպում ենք մոտավորապես տարին 2 անգամ։ Երբ ես հանդիպում եմ Կուրտին, նա կիսաթև շապիկով եւ ջինսով է եւ պարզապես լավ տեսք ունի, բայց եթե դուք նստած լինեիք Արիզոնայի մարզադաշտում, որտեղ 80,000 մարդ լիներ, եւ նա դուրս գար դաշտ, ապա նա կհայտնվեր այդտեղ իր փառքով։ Թեև ես գիտեմ, որ նա արդեն թոշակի է անցել, նա փառավորվում է այն ամենով, ինչ անում է։ Նա կհայտնվեր վեհությամբ եւ շուքով։ Նույնը կատարվում է թագավորի դեպքում։ Աստված ասում է. ես կանչելու եմ Տիրոջ անունը քո առջև։ Այլ խոսքերով նա ասում է. ես կհայտարարեմ իմ անունը եւ կգամ քո առջև։ Կարող եք ասել ամեն։ Հասկանալի է, որ Տիրոջ փառքն այն ամենն է, ինչ Աստծուն Աստված է դարձնում։ Բոլոր նրա առանձնահատկությունները, իշխանությունը, զորությունը եւ իմաստությունը։ Աստծո փառքը բառացիորեն ներառում է նրա անսահման քաշը եւ մեծությունը։ Չկա ոչ մի թաքնված կամ քողարկված բան։ Ահա թե ինչ է Աստծո փառքը։ Երբ Հիսուսը հարություն առավ, նա նախաճաշեց աշակերտների հետ ծովի ափին, բայց նա հայտնեց իր մեծությունը Հովհաննեսին Պատմոս կղզում, եւ Հովհաննեսն ընկավ մահացածի նման։ Աստված հայտնում է իրեն Հին Կտակարանում։ Աստված այցելեց Աբրահամին կաղնիների մոտ, եւ Աբրահամն ուտելիք պատրաստեց նրա համար։ Բայց նա չէր եկել իր հայտնված փառքով։ Պարզապես պատկերացրեք թագավորին, որ ժամանակ է անցկացնում պալատում իր ընտանիքի հետ։ Բայց երբ Աստված եկավ Սինա սարի վրա, ողջ Իսրայել ժողովուրդը փախավ, որովհետև նա եկել էր իր փառքով։ Աստծո փափագը մեզ իր փառքի ներկայության մեջ բերելն է։ Նրա նպատակը ձեր կյանքի համար գրված է Հայտնություն 22-ի 4-րդ խոսքում, այնտեղ գրված է հաղթողների մասին։ Մենք կտեսնենք նրա երեսը։ Մենք տեսնելու ենք այն, ինչից Աստված մերժեց Մովսեսին։ Աստված փափագում է իր զավակին, այսինքն քեզ բերել իր լիովին հայտնված մեծության, իր փառքի ներկայության մեջ, որտեղ ոչինչ թաքնված կամ ծածկված չէ։ Նա ցանկանում է առնել ձեզ իր գիրկը թագավորի պես։ Ահա թե ինչ է նրա փառքը։ Ես պատրաստվում էի սկսել ծառայությունը մի կոնֆերանսի ընթացքում Սասկաչևանում, Կանադայում, եւ այդ եկեղեցու հովիվն արդեն ներկայացնում էր ինձ։ Հանկարծ Տերը սկսեց տանել ինձ ողջ Աստվածաշնչով եւ մի հաջորդականություն ցույց տվեց։ Այն մի քանի րոպեների ընթացքում, երբ այդ հովիվը ներկայացնում էր ինձ, Սուրբ Հոգին տարավ ինձ ծննդոցից մինչև նոր կտակարան միայն այնպես, ինչպես նա կարող է անել դա։ Նա ցույց տվեց, որ Աստվածաշնչում աստվածային հաջորդականություն կա։ Ահա այն։ Կարգ ու կանոն, բոլորդ ասեք կարգ ու կանոն, այլ խոսքերով մինչև որ կհայտնվի նրա փառքը, պետք է աստվածային կարգ ու կանոն հաստատվի։ Հենց որ աստվածային կարգ ու կանոնը հաստատվում է, մշտապես հայտնվում է նրա փառքը։ Հենց որ հայտնվում է նրա փառքը, մեծ օրհնություններ են գալիս։ Բայց երբ դրսևորվում է նրա փառքի ներկայությունը, ցանկացած աներկյուղ վերաբերմունք հանդիպում է անապաղ դատաստանի։ Թույլ տվեք ցույց տալ ձեզ այս հաջորդականությունը, այն սկսվում է Եդեմի պարտեզում։ Ծննդոցի 1:2-ում գրված է. «Եվ երկիրն անձև ու դատարկ էր, եւ խավար կար անդունդի վրա, եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա»։ Այն, ինչ ես կառուցում եմ հիմա, կլինի հաջորդ դասերի հիմքը։ Հիմա ես մանրամասնորեն ուսուցանում եմ, բայց դուք պետք է մնաք ինձ հետ։ Եթե դուք չհասկանաք սա, այնինչ ասելու եմ 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ դասերի ընթացքում, մեծ ազդեցություն չի թողնի ձեզ վրա։ Կարող ենք մի փոքր սովորել։ Աստվածաշնչում ասվում է. երկիրն անձև ու դատարկ էր։ Եբրայերենում օգտագործում են հայահ եւ թոհուվ բառերը, որոնք նշանակում են անձև եւ քաոսային։
Այնպես որ մենք կարող ենք տեսնել, որ երկրի վրա կարգ ու կանոն չկար։ Այն խառնաշփոթ վիճակում էր։ Աստված աստվածային կարգ ու կանոն հաստատեց 6 օրում։ Նա առանձնացրեց ջրերը, ստեղծեց ծառերը եւ այլն։ Նա կարգ ու կանոն ստեղծեց քաոսից։ Այն բանից հետո, երբ 5 օրվա ընթացքում նա ավարտեց դա, 6-րդ օրը նա ստեղծեց մարդու մարմինը։ Դուք պետք է հասկանաք, որ այն ինչ կա մարդու մարմնում գոյություն ունի բնության մեջ։ Բայց Աստված միավորեց մարմին կոչվող այս բարդ համակարգը եւ Աստվածաշնչում ասվում է, որ դրանից հետո եւ նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, Աստծո հոգին, եւ մարդը կենդանի հոգի եղավ։ Հետաքրքիր է, որ եւ տղամարդը եւ կինը հագուստ չունեին։ Ծննդոցի 2-րդ գլխի 25-րդ խոսքում ասվում է, եւ նրանք երկուսը մերկ էին, Ադամը եւ իր կինը, եւ չէին ամաչում։ Մնացած բոլոր ստեղծագործությունները հագուստ ունեին, ձկները թեփուկներ, կենդանիները մորթ, թռչունները փետուրներ, սակայն Ադամն ու Եվան որևէ ծածկոց չունեին։ Ինչու՞։ Սաղմոս 2, Սաղմոս 8-ի 5-ում դրա մասին ասում է, որ Աստված պսակեց Ադամին եւ Եվային փառքով եւ պատվով։ Բոլորդ ասեք փառք։ Պսակեց բառը եբրայերեն ատարն է, որ նշանակում է շրջափակել կամ շրջապատել։ Ադամն ու Եվան հագուստի կարիք չունեին, որովհետև նրանք բառացիորեն ծածկված էին Աստծո փառքով։ Երբ Հովհաննեսը տեսավ Հիսուսին Պատմոս կղզում, նա տեսավ նրան իր փառքով։ Ես հավատում եմ, որ Աստծո փառքը բառացիորեն Ադամի եւ Եվայի ծածկոցն ու հագուստն էր։ Նրանք անհավատալի օրհնություններ էին վայելում։ Երկիրը տալիս էր իր պտուղն առանց ջանք թափելու, կենդանիները ներդաշնակ ապրում էին իրար հետ, չկային պտտահողմեր, երկրաշարժեր կամ փոթորիկներ։ Չկար ոչ մի հիվանդություն, տկարություն կամ աղքատություն։ Երկիրն օրհնված էր, երբ Աստված փչեց իր փառքը մարդու մեջ, բայց ինչ կատարվեց, երբ մարդը մեղք գործեց, երբ նա կորցնելով երկյուղը մտածեց, որ կարող է դառնալ Աստծո նման, առանց Աստծո։ Դատաստանն անհապաղ էր։ Ադամը դուրս արվեց պարտեզից, երկիրը սկսեց պտուղ տալ միայն ծանր աշխատանքի շնորհիվ, հայտնվեցին հիվանդությունները, տկարությունները, տառապանքը եւ աղքատությունը։ Այս ամենը մտավ մարդկության մեջ։ Ինչու՞։ Որովհետեւ Աստված իշխանություն էր տվել Ադամին իր ստեղծագործության վրա։ Երբ Ադամն ընկավ, այնինչ նրա իշխանության ներքո էր, նույնպես ընկավ։ Ահա թե ինչու է բնությունը եռանդալից ակնկալությամբ սպասում Աստծո որդիների հայտնվելուն։ Բնությունը փափագում է այն ժամանակվան, երբ փառքը կրկին կվերականգնվի մեր կյանքերում։ Եվ Հիսուսը կիշխի մեզ հետ երկրի վրա, երբ ինքը ազատվի այն գերությունից, որի մեջ ընկավ Ադամի պատճառով։ Առյուծները բուսականությամբ կսնվեն, երեխաները կխաղան կոբրաների բների մոտ։ Դա հրաշալի ժամանակ կլինի, այդպես չէ՞։ Մոտավորապես 2000 տարի անց Աստված Աբրահամ անունով մի ընկեր գտավ։ Նա ասաց Աբրահամին. «Քո ժառանգներն օտարականներ կլինեն եւ կճնշվեն Եգիպտոս կոչվող մի երկրում»։ 430 տարի տևող գերությունից հետո Աստված Մովսես անունով մի փրկիչ բարձրացրեց։ Բոլորդ ասեք փրկիչ։ Ով ժողովրդին անապատ տարավ, ինչպես որ պատմել էի ձեզ։ Աստված իջավ սարի վրա, նրանք փախան Աստծուց, իսկ նա ասաց. «Իմ փափագը, իմ ցանկությունը իմ ժողովրդի հետ բնակվելն է իմ փառքի մեջ»։ Ելից 25-րդ գլխի 8-րդ խոսքում նա ասում է. «Եվ ինձ համար մի սրբարան շինեն, որ նրանց մեջ բնակվեմ»։ Այլ խոսքերով, քանի որ Աստված չէր կարող բացահայտ կերպով հայտնվել նրանց, ինչպես պարզվեց սարի մոտ տեղի ունեցածից, նա ասաց. «Ես պետք է մի սրբարան կառուցեմ, որտեղ կարող եմ իջեցնել իմ փառքը, իմ հզոր ներկայությունը եւ բնակվել այդ սրբարանում նրանց կողքին լինելու համար, որովհետեւ Աստված ցանկանում է մեր կողքին լինել»։ Աստված մանրակրկիտ ձևով բացատրեց Մովսեսին, թե ինչպես էր պետք պատրաստել այդ սրբարանը։ Այն կառուցվելու էր երկնքում գտնվող սրբարանի օրինակով։ Մովսեսը եւ բոլոր հմուտ արհեստավորներն անցկացրին 1 տարի, որպեսզի պատրաստեն խորան կոչվող սրբարանը։ Ելից 40-րդ գլխի 33-րդ խոսքում գրված է. «Այսպես Մովսեսը բոլոր գործը վերջացրեց»։ Նա ավարտեց խորանի աշխատանքները հաստատելով աստվածային կարգ ու կանոնը։ Բոլորդ ասեք աստվածային կարգ ու կանոն, կրկին ասեք դա։ Անմիջապես աստվածային կարգ ու կանոնը հաստատելուց հետո գրված է. «Եվ մի ամպ ծածկեց ժողովքի վրանը եւ Տիրոջ փառքը լցրեց խորանը»։ Ամպը ծածկեց խորանը, բայց փառքը լցրեց այն։ Ցանկանում եք ավելի շատ դինամիկ ուսմունքներ Ջոն եւ Լիզա Բիվերներից։
Եթե դուք կամ որևէ մեկը ում ճանաչում եք չեք խոսում անգլերենով, այցելեք cloudlibrary.org կայքեջը, ընտրեք ձեր լեզուն, ընտրեք ձեր նախընտրած նյութը մեծածավալ դարանից։ Էլեկտրոնային գրքեր, ամբողջական ուսուցողական դասընթացներ, տեսանյութեր, աուդիո ուղերձներ, նոր ավելացրած նյութերի մասին ծանոթություններ ստանալու համար կարող եք գրանցվել։ Ավելին իմանալու համար այցելեք cloudlibrary.org։ Աստծո փառքն ամպ չէ, նա պարզապես հարկադրված էր քողարկել իր ներկայությունը սև ամպով, որովհետև նրանք չեն կարող դիմանալ դրան։ Գրված է, որ Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովքի վրանը, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր այն։ Աստված մաշող կրակ է, երբ դուք մտածում եք մաշող կրակի մասին, մի պատկերացրեք արևը, արևը խավար հատվածներ ունի իր մակերեսին։ Մի պատկերացրեք լազերային ճառագայթը, որովհետև այն նույնպես խավար հատվածներ ունի։ Աստված մաքուր լույս է։ Առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 15-րդ եւ 16-րդ խոսքերում Պողոսը Տիմոթեոսին ասում է. Երանելին եւ միայն հզորը թագավորների թագավորը եւ տերերի տերը, որ միայն նա անմահություն ունի, անմատույց լույսի մեջ բնակված, որ մարդկանցից ոչ ոք չտեսավ եւ ոչ էլ կարող է տեսնել։ Պողոսը կարող էր գրել սա, որովհետև նա մի փոքր վերապրել էր այդ լույսը Դամասկոսի ճանապարհին։ Նա ասաց Ագրիպաս թագավորին. «Կեսօրվա ժամանակին պատկերացրեք միջին արևելքի կեսօրը։ Արևը շատ վառ է, այն արտացոլվում է սարերից, բայց Պողոսն ասում է. կեսօրվա ժամանակին ճանապարհի վրա տեսա ով արքա, որ երկնքից արեգակի լույսից ավելի մի լույս ծագեց իմ 4 կողմով, եւ նրանց վրա էլ, որ ինձ հետ գնում էին»։ Պողոսը նույնիսկ չտեսավ Հիսուսի երեսը, նա գոչեց. «Ո՞վ ես դու, Տեր»։ Հիսուսն ասաց. «Ես Հիսուսն եմ, ում դու հալածում ես»։ Նա ասաց. «Այդ լույսը եկավ նրա ներկայությունից։ Ես նույնիսկ չտեսա նրան, բայց այդ լույսն ավելի վառ էր, քան կեսօրվա արևը»։ Դուք երբևէ մտածել եք, թե ինչու է Աստվածաշնչում ասում, որ երբ Հիսուսը վերադառնա իր փառքով, արևը կխավարի, իսկ լուսինը եւ աստղերն այլևս չեն շողա։ Ինչ է կատարվելու, դրանք կմթագնեն նրա լույսի պատճառով։ Դուք կարող եք տեսնել դա բնական օրինակով։ Գիշերով երկնքում աստղեր են երևում, հատկապես այստեղ Կոլորադոյում։ Բայց ինչ է կատարվում առավոտյան, երբ արևը ծագում է։ Միթե բոլոր աստղերը պարզապես փախչում են։ Միթե նրանք տեղափոխվում են երկրի հակառակ կողմը։ Ոչ, դրանք դեռևս իրենց տեղերում են, բայց արևի փառքը շատ ավելին է, քան այդ աստղերի փառքը, եւ այն մթագնեցնում է այդ աստղերը։ Բայց երբ Հիսուսը վերադառնա, նրա փառքն այնքան մեծ կլինի, որ արևը չի երևա, որովհետև նրա փառքը կխավարեցնի արևը։ Եկեք վերադառնանք Մովսեսի խորանին, հենց որ փառքը լցրեց խորանը, մարդիկ մեծ օրհնություններ վերապրեցին։ Այնուհետև Ղևտացիների 10:1-ում գրված է. «Եվ Ահարոնի որդիները Նադաբն ու Աբիուդը ամեն մեկն իր բուրվարն առավ եւ նրանց մեջ կրակ դրին, եւ վրան խունկ դրին եւ Տիրոջ առջեւ անսուրբ կրակ մատուցեցին, որ ինքը չէր պատվիրել նրանց»։ Թույլ տվեք խոսել այդ մասին։ Նադաբը եւ Աբիուդն Ահարոնի 4 որդիներից երկուսն էին։ Այդ ժամանակ միայն 6 մարդ ողջ երկրի վրա կարող էր մտնել Տիրոջ ներկայության մեջ։ Ովքեր էին նրանք։ Մովսեսը, Ահարոնը եւ Ահարոնի 4 որդիները։ Այնպես որ ահա այդ լիազորված մարդկանցից երկուսը։ Քանիցդ գիտեք, որ այսօր յուրաքանչյուր վերստին ծնված հավատացյալ լիազորված է Աստծո ներկայության մեջ մտնելու համար։ Ինչպես Հիսուսի արյան միջոցով, նոր եւ կենդանի ճանապարհով։ Բայց այդ ժամանակ միայն 6 մարդ ողջ երկրի վրա կարող էր մտնել Տիրոջ ներկայության մեջ, եւ այդ 6-ից երկուսը Նադաբն ու Աբիուդն էին։ Ուշադրություն դարձրեք, որ մտնելով Աստծո ներկայության մեջ նրանք անսուրբ կրակ մատուցեցին։ Բոլորդ ասեք անսուրբ կրակ։ Անսուրբ բառն այսպես է սահմանվում. հասարակ կերպով վարվել առանձնացրած բաների հետ, սովորական կերպով վարվել սուրբ բաների հետ։ Վեբստերի բառարանը նույնպես սահմանում է սա որպես աներկյուղ վերաբերմունք։ Նադաբը եւ Աբիուդը մտան Աստծո ներկայության մեջ։ Դուք պետք է հասկանաք, որ մինչ այդ նրանք շարունակաբար արել են դա։ Ելից գրքի վերջում գրված է, որ փառքը լցրեց խորանը, բայց մենք չգիտենք, թե որքան ժամանակ է անցել դրանից մինչև Ղևտացիների 10-րդ գլխի դեպքը։ Սակայն Նադաբի եւ Աբիուդի ծառայության մի մասն Աստծո ներկայության մեջ մտնելն էր։ Տարի մեկ անգամ քահանայապետը պետք է մտներ սրբության սրբոցը, բայց նրանք շատ հաճախ էին մտնում սրբարանը։ Նրանք արդեն մի փոքր սովորականի պես էին վերաբերվում Աստծո ներկայությանը։ Նրանք կորցրել էին Տիրոջ երկյուղը եւ աներկյուղ վերաբերմունքով էին մտնում այնտեղ։ Բոլորդ ասեք, աներկյուղ վերաբերմունք։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք ուշադիր նայեք, թե ինչ կատարվեց։ Անմիջապես հաջորդ խոսքում գրված է. «Եվ Տիրոջ առջևից կրակ ելավ եւ սպառեց նրանց, եւ նրանք մեռան Տիրոջ առջև»։ Մեռնելն այստեղ նշանակում է, որ ինչ որ մեկին տանում են դագաղով եւ թաղում 2 մետր խորության փոսի մեջ։ Նրանք մահացան։
Այս մարդիկ Տիրոջ քահանաներն էին, Ահարոնի որդիները, Մովսեսի զարմիկները։ Նրանք մահացան, որովհետև մտան նրա փառքի ներկայության մեջ աներկյուղ վերաբերմունքով։ Նրանք հանդիպեցին անհապաղ դատաստանի։ Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Սա այն է, որ Տերը խոսեց ասելով. ինձ մոտեցողներով պիտի սրբվեմ եւ ամբողջ ժողովրդի առջև պիտի փառավորվեմ»։ Եվ Ահարոնը լռեց։ Մովսեսը համընդհանուր եւ հավիտենական հռչակագիր հաղորդեց Ահարոնին։ Ինչ ես նկատի ունեմ համընդհանուր եւ հավիտենական հռչակագիր ասելով։ Մովսեսը մեջբերեց այնպիսի մի բան, որ Աստված նախապես ասել էր նրան. «Սա այն է, որ Տերը խոսեց ասելով. ինձ մոտեցողներով»։ Մովսեսը չէ որ հորինեց սա։ Աստված էր ասել սա եւ նրա ասածը համընդհանուր եւ հավիտենական հռչակագիր էր։ Համընդհանուր նշանակում է, որ այն վերաբերում է յուրաքանչյուր արարածի, թե մարդու, թե հրեշտակի։ Իսկ հավիտենականը նշանակում է, որ սա միշտ այսպես է լինելու։ Սա երբեք չի փոխվելու։ Աստված ասում է. «Ինձ մոտեցողներով պիտի սրբվեմ»։ Ոչ թե կարող եմ սրբվել, եւ ոչ էլ վատ չէր լինի, եթե դա այդպես լիներ։ Ես պետք է սրբվեմ։ Ես ցանկանում եմ խրախուսել ձեզ, որ մինչ աղոթելը դուք անեք այն, ինչ ասաց Հիսուսը. «Հայր մեր աղոթքի մեջ, Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը»։ Ժամանակ առանձնացրեք եւ պարզապես ձեր ներսում մտորեք Հայր Աստծո վեհության եւ մեծության մասին, ում դուք պարզապես Հայր եք անվանում, ով ձեր Հայրն է։ Նա ձեր Հայրն է, բայց նա նույնպես տիեզերքի Թագավորն է։ Կարող եք ասել ամեն։ Դատաստանն անհապաղ էր, որովհետև այս երկու երիտասարդները, ովքեր լիազորված էին Աստծո ներկայության մեջ մտնելու համար, արեցին դա առանց երկյուղի։ Եկեք խոսենք տաճարի մասին։ Մոտավորապես 500 տարի անց մենք հանդիպում ենք Դավթին։ Նա ձգտում էր վերականգնել Աստծո ներկայությունն Իսրայելում։ Աստված ասաց. «Դավիթ, դու շատ ես պատերազմել։ Ես ցանկանում եմ, որպեսզի քո որդին կառուցի իմ տաճարը»։ Նրանք արդեն խոստման երկրում էին եւ արդեն տեղափոխվող խորանի կարիք չունեին, որովհետեւ չէին թափառում ինչպես անապատում, այնպես որ Աստված ասաց. «Լավ, դու կարող ես տուն կառուցել ինձ համար»։ Միևնույն է, դա այն տունը չէ, որ ես իրականում ցանկանում եմ, որովհետեւ իմ ցանկալի տունը ձեռակերտ չէ։ Բայց տուն կառուցիր ինձ համար եւ ես ցանկանում եմ, որպեսզի քո որդին անի դա։ Սողոմոնը կառուցեց այդ վեհաշուկ տաճարը 7 տարում։ Այդ տաճարի համար օգտագործել էին 4000 տոննա ոսկի եւ 40000 տոննա արծաթ։ Իսկ օգտագործված պղինձն անկարելի էր հաշվել։ Պատկերացնում եք այդ վեհաշուկ շինությունը։ Սողոմոնը եւ բոլոր նրա հմուտ արհեստավորներն ու շինարարներն աշխատեցին տաճարի վրա 7 տարի։ Երկրորդ մնացորդաց 5-րդ գլխի առաջին խոսքում գրված է. «Եվ այսպես վերջացավ այն ամեն գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար»։ Աստվածային կարգ ու կանոն, բոլորդ ասեք աստվածային կարգ ու կանոն։ Սողոմոնը հավաքեց ողջ Իսրայելը Երուսաղեմում, որտեղ տաճարն էր։ 7-րդ խոսքում գրված է, որ բոլոր քահանաները սրբել էին իրենց, պատրաստվելով Տիրոջ ներկայության համար։ Չպետք է լիներ ոչ մի աներկյուղ վերաբերմունք, որովհետև այդ քահանաները հիշում էին, թե ինչ պատահեց իրենց հեռավոր բարեկամների Նադաբի եւ Աբիուդի հետ։ 12-րդ խոսքում գրված է, որ սրբված քահանաները 120 հոգի էին, բոլորդ ասեք 120։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք հիշեք սա հաջորդ դասի համար։ 13-րդ խոսքում գրված է. «Եվ էր ինչպես մեկ, փոխհնչեցնողները եւ երգողները, բոլորդ ասեք ինչպես մեկ»։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք նույնպես հիշեք սա հաջորդ դասի համար։ Մեկ ձայն է լսվում Տիրոջ օրհնելիս եւ գովելիս։ Կարդացեք 13 եւ 14 խոսքերը։ Այն ժամանակ Տիրոջ տունը լցրեց ամպը եւ քահանաները չկարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառով, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Աստծո տունը։ Աստված իր մեծությամբ լցրեց այդ տաճարը, ահա թե ինչու ոչ ոք չէր կարողանում ներս մտնել։ Նրա չքողարկված մեծությունը լցրեց այդ տաճարը։ Կարող եք պատկերացնել, թե ինչպիսի տեսարան էր դա։ Դուք ինձ հետ եք։ Եվս մեկ անգամ մենք տեսնում ենք աստվածային կարգ ու կանոնը, այսինքն տաճարը, որ կառուցվեց 7 տարվա ընթացքում։ Աստվածային կարգ ու կանոնը հաստատելուց հետո հայտնվեց Աստծո փառավոր ներկայությունը, եւ Իսրայելը վայելում էր այնպիսի օրհնությունների եւ բարգավաճում, որ դրանից առաջ չէր ունեցել։ Իսրայելը երբեք նման բարգավաճում եւ օրհնություններ չէր վերապրել, ինչպես Սողոմոնի իշխանության ժամանակ, սակայն ինչպես եւ անցյալում հայտնվեց աներկյուղ վերաբերմունքը։ Երկրորդ մնացորդաց 36-րդ գլխի 14-ից 16-րդ խոսքերում գրված է. «Քահանաների եւ ժողովրդի բոլոր առաջնորդներն ավելի ու ավելի անհավատարիմ էին դառնում։
Տերը նրանց նախնիների Աստվածը շարունակաբար ուղարկում էր իր մարգարեներին նրանց զգուշացնելու համար, որովհետև նա գութ ուներ իր ժողովրդի և տաճարի վրա։ Ժողովուրդը ծաղրում էր Աստծո այդ ավետաբերներին և անարգում նրանց խոսքերը։ Նրանք ծաղրեցին մարգարեներին, ինչ որ Տիրոջ զայրույթն այլևս չէր կարող զսպել և այլևս ոչինչ չէր կարելի անել։ Նրանք ծաղրում էին, նրանք լիովին կորցրել էին Տիրոջ երկյուղը։ Այդ ժամանակ եկավ դատաստանը, երկրորդ մնացորդաց 36-17-ից 19-ում, այնպես որ Տերը բերեց նրանց մոտ Բաբելոնի թագավորին։ Բաբելոնացիները սպանեցին Հուդայի երիտասարդներին, նույնիսկ բռնելով նրանց տաճարի մեջ։ Նրանք չգթացին ժողովրդին, սպանելով և երիտասարդներին, և ծերերին, և տղամարդկանց, և կանանց, և առողջներին, և հիվանդներին։ Աստված տվեց նրանց Նաբուգոդոնոսորի ձեռքը, նրա բանակն այրեց Աստծո տաճարը, քանդեց Երուսաղեմի պարիսպները, այրեց բոլոր պալատները և հիմնահատակ կործանեց ցանկացած բան, որ ինչ որ արժեք էր ներկայացնում։ Կրկին եկավ դատաստանը։ Մենք տեսնում ենք կարգ ու կանոնի փառքի և դատաստանի հաջորդականությունը Հին Կտակարանում։ Եկեք խոսենք Նոր Սրբարանի մասին, բոլորդ ասեք Նոր Սրբարան։ Մենք տեղափոխվելու ենք Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ժամանակները։ Վերջապես եկավ այն ժամանակը, երբ Աստված պատրաստվում էր բնակվել իր ցանկալի տաճարում, որը մարդն է։ Ինչպես սկսվեց այս գործընթացը։ Անհրաժեշտ էր աստվածային կարգ ու կանոն հաստատել։ Ով պետք է հաստատեր աստվածային կարգ ու կանոնը։ Այդ մարդը Հովհաննես Մկրտիչն է։ Հովհաննես Մկրտիչը կոչվում է Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը, Մարկոսի 1-ին խոսքում։ Որոշ մարդիկ մտածում են, որ Հովհաննես Մկրտիչը Հին Կտակարանի մարգարե է։ Ես չեմ հավատում դրան, որովհետև նրա մասին գրված է բոլոր 4 ավետարանների սկզբում, եւ Մարկոսն ասում է, որ նա Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբն է, իսկ հետո սկսում է պատմել նրա ծառայության մասին։ Ղուկասի 16:16-ում Հիսուսն ասաց. «Օրենքը եւ մարգարեները մարգարեացան մինչեւ Հովհաննեսը»։ Նա չասաց. «Օրենքը եւ մարգարեները մարգարեացան մինչեւ իմ գալը»։ Ինչու՞։ Որովհետև Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբն է։ Ինչ էր քարոզում Հովհաննեսը։ Ապաշխարության մկրտություն։ Հրեշտակներն ասացին Ղուկասի 1-ին 16 եւ 17 խոսքերում. «Եվ Իսրայելի որդիներից շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստի»։ Բոլորդ ասեք պատրաստի, սա աստվածային կարգ ու կանոն է։ Եսայիին ասաց նույնը, քանի որ հրեշտակը պարզապես մեջբերում էր նրա խոսքերը Հովհաննեսի մասին։ Անապատի մեջ կանչողի ձայնը. «Պատրաստեք Տիրոջ ճանապարհը»։ Ամեն ձոր բարձրանա եւ ամեն սար ու բլուր ցածրանա եւ ծուռն ուղիղ դառնա եւ խորթուբորտ տեղերը հարթահատակ եւ պիտի հայտնվի Տիրոջ փառքը։ Ուշադրություն դարձրեք։ Եսայիին ասում է. պետք է հարթեցնել հողը։ Կան ծուռ եւ խորթուբորտ տեղեր։ Մինչեւ տուն կառուցելը պետք է հավասարեցնել հողը։ Դուք երբևէ տեսել եք, թե ինչպես են շատ մեծ շինություն կառուցում։ Նրանք մեքենաներ են բերում հողը տեղափոխելու համար եւ օրեր են ծախսում հողը հարթեցնելու համար։ Ահա թե որն էր Հովհաննեսի առաջադրանքը՝ ազատվել ամեն տեսակի մարդկային հպարտությունից, կրոնական դիմակներից, այն կեղծավորությունից, որ կար Աստծո ժողովրդի մեջ։ Նա եկավ, բացահայտեց դա եւ հակառակվեց դրան, քարոզելով ապաշխարության մկրտություն։ Մկրտություն բառը նշանակում է ընկղմում, ամբողջովին կատարյալ ապաշխարություն։ Սա է ավետարանի սկիզբը։ Ահա թե ինչու չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես այսօր մենք կարող ենք քարոզել ավետարանն առանց ապաշխարության։ Այն հիմքային ուսմունքներից մեկն է։ Եթե նայեք Եբրայեցիների թղթին, ապա հիմքային ուսմունքները սկսվում են մեռած գործերից ապաշխարելուց, իսկ հավատքն Աստծո հանդեպ դրանից հետո է։ Նախ պետք է ուղղել եւ հարթեցնել դաշտը, ցածրացնել հպարտության սարերը, վերականգնել Տիրոջ երկյուղը, որովհետեւ այս փրկության ուղերձն ուղարկված է բոլոր նրանց, ովքեր վախենում են Աստծուց։ Ամեն։ Եթե դուք քարոզեք ավետարանն առանց ապաշխարության, կստանաք մի եկեղեցի, որը կառուցված է երերուն եւ վնասված հիմքի վրա։ Դուք հենվելու եք Պիզայի աշտարակի վրա։ Դուք նշան եւ առակ կդառնաք գալիք սերունդների համար։ Ես չեմ ցանկանում, որպեսզի իմ սերունդը նշան եւ առակ լինի, եւ հաջորդ սերունդների մարդիկ տարուբերեն իրենց գլուխներն ու խոսեն մեր մասին այնպես, ասես մենք մի խումբ հիմարներ ենք։ Ահա թե ինչու մեզ անհրաժեշտ են այնպիսի քարոզիչներ, ովքեր ոչ միայն կքարոզեն ավետարանի բարի լուրը, այլ նույնպես ավետարանի պահանջը, որն ապաշխարության մկրտությունն է, որը նշանակում է մահացած գործերից շրջվել դեպի կենդանի Աստվածը։ Կարող եք ասել ամեն։ Ինչ կատարվեց այն բանից հետո, երբ Հովհաննեսի աշխատանքն ավարտվեց։ Եկավ Հիսուսը, ճարտարապետը։ Բոլորդ ասեք ճարտարապետ։ Եկավ Հիսուսը։
Աստվածաշնչում ասվում է, որովհետև ոչ ոք ուրիշ հիմք չի կարող դնել, քան թե որ դրված է, որ է Հիսուս Քրիստոսը։ Հովհաննեսը հարթեցրեց գետինը եւ պատրաստեց այն, իսկ Հիսուսը դրեց հիմքը եւ սկսեց կառուցել Աստծո տաճարը, որտեղ նա բնակվելու է հավիտյանս հավիտենից, այսինքն եկեղեցին։ 3.5 տարվա ընթացքում Հիսուսը ցույց էր տալիս մեզ Աստծո եւ նրա արքայության ճանապարհները։ Նա եկավ քարոզելով արքայության բարի լուրը։ Դուք պետք է հիշեք, որ նա քարոզեց դա անմիջապես հաջորդելով Հովհաննեսին, որովհետև օրենքը եւ մարգարեները մինչեւ Հովհաննեսն են։ Հիսուսն ասում էր. «Այժմ ես կարող եմ բերել արքայության բարի լուրը, որովհետև մենք լուծեցինք ապաշխարության հարցը»։ Եվ միթե հետաքրքիր չէ, որ հարկահավաքները, այսինքն մաֆիան եւ զինվորները, ովքեր ընդունեցին Հովհաննեսին, ընդունեցին նաեւ Հիսուսին։ Փարիսեցիները, ովքեր պայքարում էին Հովհաննեսի հետ, նույնպես պայքարում էին Հիսուսի հետ, որովհետև նրանց սրտերի հողը պատրաստված չէր։ Այս գործընթացի վերջին քայլն Աստծո գառան զոհն էր, եւ այդ գառը Հիսուսն էր։ Եթե դուք հիշեք խորանը, ապա վերջին փուլում Ահարոնը բազմաթիվ գառներ զոհաբերեց, մինչեւ որ փառքը լցրեց տաճարը, Սողոմոնը գառներ զոհաբերեց։ Հիսուսը զոհաբերվող գառն էր, եւ նա տվեց իր կյանքը։ Աստված հարություն տվեց նրան մեռելներից խաչի վրա մահանալուց հետո, եւ Հիսուսը սրսկեց իր արյունն Աստծո քավության վրա, մեկ անգամ եւ հավիտյան։ Մեկ անգամ եւ այն բավական է հավիտյան։ Մենք այլևս կարիք չունենք տարին մեկ անգամ զոհել գառներ, այծեր եւ ցլեր։ Այն զոհը, որ արվել է, բավարար է։ Քանի որ նոր խորանն արդեն պատրաստ է, պետք է հայտնվի Աստծո փառքը։ Գործք առաքելոց 2-րդ գլխի 1-3 խոսքերում գրված է. «Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին»։ Վերնատանը 120 հոգի էին, եւ նրանք միաբան էին։ Հիշում եք, թե ինչ կարդացինք մնացորդած գրքում 120 քահանաներ։ Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես, եւ լցրեց ամբողջ տունը, ուր նստած էին։ Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին։ Նախ եւ առաջ ես ցանկանում եմ ասել, մոռացեք ձեր կիրակնորյա դպրոցի նկարները, երբ դուք երեխա էիք, որտեղ առաքյալները սպիտակ հագուստներով էին, իսկ նրանց գլխավերևում կրակայրիչի կրակի փոքրիկ լեզվակներ։ Ամեն ինչ այդպես չէր։ Ես ասացի ամեն ինչ այդպես չէր։ Նրանք մկրտվեցին կրակի մեջ։ Մկրտություն բառը նշանակում է ծածկել։ Կարելի է օգտագործել համակել կամ սուզել բառերը, այս բառը բացատրելու համար։ Ձեր մարմինը երկար, տափակ եւ նեղ է։ Եթե ձեր մարմինն ամբողջությամբ մկրտվեր կրակի մեջ, այն մեծ կրակի լեզվի նման կլիներ։ Եվս մեկ անգամ Տիրոջ փառքը լցրեց իր տաճարը, որտեղ նա միշտ ցանկանում էր բնակվել։ Այժմ Աստված եւս մեկ անգամ բնակվում է այն տաճարի մեջ, որտեղ նա միշտ ցանկանում էր բնակվել, ինչպես Ադամի ժամանակ։ Նրա փառքը լցնում էր այն տաճարը, որ նա միշտ ցանկանում էր լցնել։ Մենք տեսնում ենք, թե ինչպես աստվածային կարգ ու կանոնը հաստատվեց նոր կտակարանում, իսկ հետո Գործք առաքելոցի 2-րդ գլխում Աստված փառքով լցրեց նրանց։ Հաջորդ դասին ես խոսելու եմ հաջորդ քայլի դատաստանի մասին։ Դուք պետք է ուշադիր լինեք, քանի որ գիտեք, թե ում մասին եմ խոսելու։ Կար մի տղամարդ իր կնոջ հետ, Անանիան եւ Սափիրան, ովքեր ստեցին եւ անարգանք ցուցաբերեցին Սուրբ Հոգու ներկայության հանդեպ եւ անմիջապես մահացան։ Մարդիկ հարցնում են. ես գիտեմ դեպքեր, երբ մարդիկ ստել են քարոզիչներին, ինչու այդ մարդիկ չեն մահացել։ Դուք կիմանաք պատասխանը հաջորդ դասին։ Այս ամենը հասկանալի կդառնա ձեզ համար։ Աստված ցանկանում է վերադարձնել մեզ այն վայրը, որտեղ մենք քայլում էինք նրա փառքի մեջ։ Եսայի մարգարեացավ. Վերջին օրերում խավարը ծածկելու է երկիրը եւ խիտ խավարը ազգերը, բայց Տիրոջ փառքը ծագելու է։ Այն ծագելու է, այն մեր սրտերում է։ Նա դրել է իր փառքը մեր սրտերում, բայց նա ասում է, որ այն ծագելու է մեզ վրա։ Հաջորդ դասերի ընթացքում մենք խոսենք այն բաների մասին, որոնց պատճառով դուք ապրելու եք շարքերի միջանցքներում, որովհետև դուք անչափ ոգևորվելու եք, այնպես որ բաց չթողնեք հաջորդ դասը։ Կտեսնվենք 5-րդ դասին։ Ամեն։ Դաս 5-րդում, որը կոչվում է հետաձգված դատաստան, մենք կտեսնենք, թե երբ եւ ինչու էր Աստված դատում իր ժողովրդին ողջ պատմության ընթացքում։ Մենք նույնպես կուսումնասիրենք այն խոստումները, որոնք իրականանում են, երբ մարդիկ ունենում են Աստծո երկյուղը։